Աստուծո խոսքեն առաջին քիրքեն ծննդոց 5-րդ գլուխեն հատվածը պիտի գարտամ, որ գտնվի այդ հատվածը 21-ին 24 համարները։ Ուրեմն ծննդոց 5, 21-ին 24։ Ու Ենովք 65 տարի ապրեցավ և ծնավ Մաթուսաղան։ Ու Ենովք Մաթուսաղան ծնարել է ետքը 300 տարի Աստուծո հետ քալեց և տղակներ ու աղջիկներ ծնավ։ Եվ Ենովքի բոլոր օրերը 365 տարի եղան։ Ու Ենովք Աստուծո հետ քալեց և չեր գտնվեր, քանզի զասված արավ զանիգա։ Մեր նույնալ այս պիտելա Ենովք Աստուծո հետ քալեց։ Աստուծո հետ քալել շատ բան կենթադրե։ Եվ մարդուն համար մեծ բադիվ է Աստուծո հետ քալելը։ Մեր խորհրդածության նյութը եղող անձը զոր ընտրած եմ, հին ուխտի տնտեսության ժամանակաշրջանի մեջ ապրած էր։ Թիտմամբ այս անձը ընտրեցի, տեսնելու համար և համոզվելու, որ եթե հին ուխտի տնտեսության այդ ժամանակաշրջանին մեջ մեկը երկար տարիներ Աստուծո հետ քալած է, ուրեմն շատ տրամաբանական է շնորհքի տնտեսության մեջ կարելի է Աստուծո հետ քալել մի քանի տարի, շատ չէ, մի քանի տարի, որով Աստուծո հետ չքալելու որևէ պատճառաբանություն տրամաբանական չէ։ Երբ կսենք չենք կրնար Աստուծո հետ քալել և կսկսենք թվել պատճառներ մեր համոզումը հաստատելու համար։ Ադոնք միայն սուտ մխիթարություններ են, որոնցով կչանանք մենք մեզ արդարացնել, ըսելով մենք ուզենք Աստուծո հետ քալել, մեղա ով չուզեր Աստուծո, մենք կհավատանք Աստուծո, բայց շուրջինները չեն թողեր։ Խնամի մունիմ ամեն անգամ երբ կտեսնեմ ճիղերս կխանգարվի, ինչպես Աստուծո հետ քալեմ։ Այնպես որ հանցավորը ուրիշներն են, ես չեմ, ես ուզեմ քալել, շուրջինները հանցավոր են և ստեղծված բարականեր։ Անցնենք մեր դյութին։ Ենովք Աթամեն 7-րդն էր։ Իրեն համար չեք կարդար, որ մերավ, հապա գարտացինք, չեր գտնվեր, քանզի ասված արավ զանիգա։ Նոր գդագարանի մեջ ևս կգարտանք իր մասին, Եբրայեցոց թուղթի մեջ 11:5 գսե, հավատքով Ենովք երկրե փոխադրվեցավ, որբեսի մահ չտեսնե, ու դեղը չեր գտնվեր, վասնզի ասված փոխադրեց զանիգա, քանզի անոր փոխադրվել են առաջ, վկայվեցավ, թե Աստուծո հաճելի էր։ Հութա առաքյալ ևս գիհիշե իր մասին, հութա որ մեկ գլուխ է, 14-15 գսե, անոց վրա մարգարեացավ Ենովքալ, որ 7-րդն էր Աթամե, ու սավ, ահա դերը իր փյուրավոր սուրբերովը եկավ, ամենուն թադաստան ընելու, ու բոլոր ամբարիշները հանդիմանելու իրենց ըրած ամբարիշտությանը բոլոր գործերուն համար, և բոլոր խիստ խոսքերուն համար, զորոնք ամբարիշտ մեղավորները անոր թեմ խոսեցան։ Անվավեր քիրքերուն մեջ ևս Ենովքի քիրքը գրված 160-80 թվականներուն Քրիստոսի առաջ արամերեն գրված է և նաև հունարեն թարգմանված է։ Քիրքը լեցուն է հայտնություններով, մեսիային առնչությամբ, թադաստանի մասին և այլն հութայալ գիհիշե
եւ փարավոր թակավորության մասին այդ քիրքի մեջ կհիշվի թե Մեսիան ասված է, արդար է, ընդրված է եւ նաեւ որդի մարդո կգոչվի, որ ստեղծագործութենեն առաջ քոյեր Թադաստան պիտի անե եւ արդար ժողովրդին հետ պիտի թակավորե։ Եկեղեցվոգարք մահայրեր իրենց քրություններում մեջ այս քիրքեն, Ենովքի քիրքեն մեջբերումներ ըրած են, ինչպես Կլիմենտ, Աղեքսանդրացի, Օրիգենոս, Արինոսը եւ Ջեստինը։ Ուրիշներ սակայն մերժեցին այս քիրքին Աստծո ներշնչված ըլլալը, ինչպես Հովանես Ոսկեփերան, Իրինեոս եւ Սուրբ Օգոստինոս։ Մեզի չի հետաքրքրել այս բաները, Ենովքի կյանքեն շատ դասեր կրնանք քաղել, թեև իր մասին քիչ կգարտանք։ Ենովք անունը հատկանշական է, նվիրված կնշանակե, նվիրված։ Ենովք մեզի նման մարդեր դգարություններու, գիրքերու դեր մեկը եւ սակայն գրծավ գտնել իր թրախտը։ Հրաշք մը չկործեց, թակավորություն չհիմնեց, փանակ չուներ, բادرազմեր չմղեց, ինչպես Դավիթ։ Բարձ մարդ մներ եւ սակայն ինչ որ իր մասին կգարտանք երկու համարներու մեջ գրնա քիրքեր կրվիլ։ Առաջին Աստուծո հետ կալեց։ Եվ ասի բավարար է ասոր վրա եթե խորհրդածելու սկսինք։ Աստուծո հետ կալեց։ Երովք Աստուծո հետ չվազեց, չծածկեց, հաբա անոր հետ կալեց։ Անգի առաջ անցնելով ալ չկալեց, ինչպես այսօր շատերս կնեն։ Աստծուց մի առաջ կանցնին, իրենց խելքին վստահելով, իրենց ուժին կարողության վստահելով եւ գուզեն կյանքի դժվարությունները թիմակրավել։ Աստված ուր է, անի չի հասկնար, այս վիճակես չի հասկնար, անորաբար զինքը մեկ կոնտրի։ Ենովք Աստուծո հետ կալեց, քայլ առ քայլ, ամեն օր, օրը օրին, երբ աչքերը կփանար գսեր ով դեր, ասեմ, գուզեմ այսօր ալ քեզի հետ կալեմ, ուր գուզես զիս խրգել, պատրաստ եմ, որու գուզես խրգել, պատրաստ եմ, և ասիկա դևեց 300 տարի, գրնակ երևակայել, Աստուծո հետ կալելու մեջ մեծ օրհնություններ կան, մեծ, երբ Աստուծո հետ կկալենք, Աստված մեզ կկործածե իր ծրագիրներու մեջ բաժին ունենալու համար։ Քիչ բան է այս, քիչ բան է։ Աստված ծրագիր ունի եւ դու մեջը բաժին ունիս։ Մեծ բադիվ է այս։ Նոյ Աստուծո հետ կալեց։ Աստծո ծրագիրի մեջ սկանչելի բաժին ունեցավ։ Անոր հավատաց, ըսածներուն հավատաց, եւ ոչ թե Աստծո քոյության գավադար, ինչպես շատերս Աստծո քոյության գավադան մարդիկ մեծամասնությունը, սակայն Աստծո ըսածին չեն հավատար։ Աստված ասավ չրեղե պիտի գրգել։ Հսկանավ պիտի շինես, չափերը դվավ, հավատաց։ Եվ Աստուծո գոմե անգե մեծ բադիվ ստացավ եւ բոլոր աշխարհի գրողները նույնիսկ գիհիշեն նոյը։ Հովսեփ Աստուծո հետ կալեց։ Անոր հավատաց, վստահեցավ, բարակաները իրեն համար դխուր էին եւ բնական է Հովսեփ մեզի պես մարդ էր, հրեշտակ չէր, թերություններ ուներ, դգարություններ ուներ, մարմինի մեջ էր, մսեղեն մարմին ուներ, արյուն ուներ, մեզի պես, տեսավ բարակաները, թյուրուն չէր, բայց կուգամքդ օրհնյալը լասավ, եւ Աստված զինքը ուր դարավ,
բալադին մեջ։ Բայց հոն հասնել է առաջ դժվարությունները անցավ, որոնց մեջ Հովսեփ գադարյալ վստահություն ուներ իր հայրերուն Աստուծուն, գադարյալ։ Եվ իր ինքն էր պատճառը, որ ամբողջ հրյա ազգը ազատի սովեն։ Դանիել ևս Աստուծո հետ քալեց։ Առանցին, այս մարդիկ առանցին էին, առանցին, բալադի մեջ, հեթանոսներով շրջապատված, սակայն իր սիրտը Աստուծո էր, Աստուծո հետ էր։ Եվ ամեն օրը 3 անգամ գաղութեր, փորձություն եկավ, չհասցվեցավ, կարևոր չեսավ, ես հավատարիմ պիտի մնամ։ Աբրահամ նույնիսկ Աստուծո հետ քալեց, պատրաստ էր իր որդին Իսահակը Աստուծո համար զոհելու, հավատաց, Աստուծո ըսածին հավատաց, հոսե շատերուն դժվարությունը, հոսե։ Աստուծո գա, ով չի հավատար Աստուծո, սակայն ասված փամը գսե չեն ընդունիր, չեն հնազանդիր։ Հավատալ այս կնշանակի հնազանդիլ։ Աբրահամ հոժարեցավ եւ Աստուծո բարեկամ գոչվեցավ, բարեկամ։ Աստուծո հետ քալել ամեն բան առաջ կնշանակի մեզի որպես շնորհքի տնտեսության մեջ մենք ալ նեղություններ, դժվարություններ ունենք, ամեն բան առաջ կնշանակի Աստուծո ներկայության մեջ լալ։ Անոր հետ քալել ոչ թե բդույդի երթալ, ոչ թե անմեր յետևենքա, հապա այն գիտակցություն ունենալ, որ Աստված մեզի հետ է, եւ ան գիտե ամեն բան, գտեսնե ամեն բան, եւ թե ան սուրբ է, արդար է, ողորմած է, քթարած է։ Ուրեմն Աստուծո հետ քալել, հաղորդակցիլ Աստուծո հետ, աղոթքով գսե առաքյալը բանի համար հոգ միենեք, հապա ամեն բանի մեջ, աղոթքով, խնդրվածքով, ծեր խնդրվածքը կողությունով հայտնի ըլլա, հայտնեցեք Աստուծո, Աստուծո հետ քալել, անոր հետ հաղորդակցիլ կնշանակե։ Երկրորդ Աստուծո հետ քալել կնշանակե Աստուծո վախովը ապրիլ։ Եբրայեցիս 11:5 որ գարտացինք, հավատքով ենով երկրե փոխադրվեցավ, որբեսի մահ չտեսնե ու դեղը չեր գտնվեր, վասնզի Աստված փոխադրեց ցանիգա, քանզի անոր փոխադրվել են առաջ վգայվեցավ, թե Աստուծո հաճելի էր։ Աստուծո վախ ուներ, անոր համար Աստուծո հաճելի կյանքը ապրեցավ։ Անոնք որոնք կսեն, ես Աստուծո վախ ունիմ սրտիս մեջ, Աստուծո մեկ վախնամ, սակայն կյանքը կտեսնես Քրիստոսավայել չէ, եւ հարց կուտաս ինչպես կլասի գսե որ ես Աստուծո վախ ունիմ, չի հասկացած, բարձրապես չի հասկացած։ Աստուծո վախը կնշանակե որ անոր հաճելի ըլլանք, մեր ծրագիրներու մեջ զայն առաջին դեղը տասենք, տնենք։ Ուրեմն անոր արիտ տանք, որ ան մեր կյանքերը թասավորե, այս կնշանակե Աստուծո վախ ունենալու։ Ով Աստված, ասինչ տեղը բիդերտամ, ինչ կսես տուն, ինչ կխորիս տուն, հարմար է, հետս կուքաս, այս կնշանակե Աստուծո վախը։ Դարձյալ Աստուծո հետ քալել, անոր հնազանդիլ, անոր գամքին ենթարկվել կնշանակե, անոր հաճելի ըլլալ։ Սիրելներ, երգիկ մտնելը թյուրին է, երբ ճշմարիտ հավատք կա, բայց եթե հավատքը գեղձ է, դժվար է, երբ ճշմարտապես մեկը գհավատա Աստուծո, կենթարկվի անոր, հոգի շունչ մարմին ամբողջությամբ անոր կենթարկվի, եւ այսպեսով թյուրին գլա, այլապես եթե գեղձ հավատ կա,
քանքատ կա այդ յանքի մեջ, քանքատ կա ընտանեկան եկեղեցական ուրախություն չի գա, աման ասալ չլար չերլար, չէ ջանում ասիկա հիմա չի կալեր ասանք բաներ, ասի շատ ծանր է, եւ այլն, գսե եթե Քրիստոսի սեր ունենակ առաքյալը գսե Աստծո բادرները ծանր չեն, փեր չեն, ասանք ուրախությամբ գշալեն, Աստծո հետ կալել, ինչ մեծ շնորհք է, անոր համար եթե հոս դերոջ հետ կկալենք, հավիտենականության մեջ այս մեծ փառքը պիտի վայելենք, սրտի որոշումն է, ենով արավ այս որոշումը, արավ, մեկը չստիպեց, շուրջը շատ մարդիկ կային, առանցին դերան կակատը չէր, անաբադի մեջ, շրջաբադված էր մարդոցվով, ինքը որոշեց, ըսավ ես պիտի հնազանդին, ինչպես միշտ ասած եմ, հնազանդությունը ընդրություն է, և ոչ թե ստիպողականություն, մեկը չստիպեր, հապա մենք գնդրենք, և գույրորեն առնվելի քայլ մը չէ, հապա գիտակցության համոզումի հիմք ունի, Աստծո հետ կալել դարձյալ կնշանակե Աստծուց ուրախանալ, քոհանալ կնշանակե Աստծո հետ կալել, Ենով Աստծո հետ կալելով իր դրախտը կդած էր, հոգին գշտացած էր, գուշտ էր հոգին, գուշտ էր, Քրիստոնյան իր ուրախությունը զինք փրկող Քրիստոսի մեջ կգտնե, անոր մեջ երջանկություն կգտնե, ունեցած եք այդ փորձառությունը, գիհիշեք օրը, դեղը, Հիսուսի հանդիպեցաք, հասկացաք անոր առաքելությունը, ընդունեցիք զայն ձեր սրտի մեջ, գիհիշեք այն ուրախությունը, շարունակական է անշուշտ, շարունակական է, Աստծո հետ կալելու համար զայն սիրել պետք է, պատճառներ ըլլալու են, որ զասված սիրենք ու անոր հետ կալենք, Ենով պատճառ ուներ, գարտացված հատվածի մեջ գտեսնենք, պատճառ ուներ, 22-րդ համար, ու Ենով Մաթուսաղան ծնանել են ետքը, 300 տարի Աստծո հետ կալեց, իր զավգին ծնանել են ետքը, Ենովքի կյանքը փոխվեցավ, չէ, 300 քանի տարի ապրեցավ, 369 տարի եղավ, 300 տարին Աստծո հետ կալեց, երբ իր զավակը դեսավ, զավգի միջոցով Աստծո սերը դեսավ իր վրա, երևակայեցեք Ենով, բեբին գպրնե զավակը ասպես գնայի, գհիանա, հասկացավ, որ իր ասվածն ալ այդպես գսիրե, ինչպես ինք գքուրքուրա, ցերկը գարնե, գպատտվի, գոհոքա, դեսավ, զավգին միջոցով, որ իր երկնավոր հայրն ալ իրեն գոհոքա, անոր սերը դեսավ, հորը սերը հասկացավ, երբ ինք հայր եղավ, և ամեն անգամ, երբ զավգին գնայեր, զավգին միջոցով իր կութը սերը հոգադարությունը նկատելով, Աստծո սերը կութը հոգադարությունը գիշեր, թյուրին չեր կյանքը, այսօրվա հավատացյալները թագավորի պես կապրին, ամեն բան ունին, և միայն կքանքադին, Ենովք, Էլեկտրականություն չկար այն adın, վայրանասուններով շրջապատված, հեթանոսներով, թյուրին չեր, Աստված իր կյանքի մեջ կգործեր և դեսավ Աստծո այդ բոլոր գործերը դեսավ, հասկացավ, որ Աստված որքան գսիրե զինք, հորը սերը հասկացավ, երբ ինք հայր եղավ, արդյոք մենք մեր երկնավոր հոր սերը հասկացած ենք, ասի պետք է մեզի խորհիլ դա, անգեղծ եղիր,
Որքան Աստված քեզ սիրած է։ Մանկութենդ մինչև այսօր։ Յանքդ ինչ հանքրվաններ անցավ։ Աստծո սերը չտեսար։ Փյուր փառք ամեն օր գվայլենք։ Ուրեմն գարշե այսօր փոխարեն անոր հաճելի ըլլան։ Աստված պետք է բարձենա քեզով, վգայե ինչպես հոպին համար վգայեց։ Հոպ 1:8 գսե. Եվ դերասավ սատանայի իմ հոպ ծարայս աղեք ուշադրություն ըրիր, որ երկրի վրա անոր պես գադարյալ եւ արդար աստվածավաղ ու չարութենը ետ քաշվող մարդ չկդա։ Աստված կբարձենա հոպով, կբարձենար նաեւ ենովքով, քեզմով կբարձենա։ Մարդ արարած վարժված է իր շուրջը թիդելու եւ ասել. ով գա աստվածավաղ կյանք ապրող մեկը գա, որ ես ալաբրիմ։ Շուրջիներուդ հետ մի չափվիր։ Եթե ենովք ապրեցավ, թունալ գրնաս ապրիլ։ Ենովք մեզի նման մարդեր, գիրքեր ուներ, դգարություններ, թերություններ ուներ եւ գրծավ Աստուծո հաճելի կյանքը ապրիլ։ Քնած հոն ուր որ Աստված հետը գերտար։ Եթե ենովք 300 տարի Աստծո հետ քալեց, ես եւ թուն 50-60 տարի չենք կրնար քալել, ինչ կխորիկ դուք։ Դժվար է, չէ՞։ Շատ դժվար է։ 50 տարի, աչքդ բաց կոչե, գանցնին տարիները շոկի նման, դերևի նման մարդու կյանքը դերևի նման ծված է։ Չենք կրնար ապրիլ, գրնանք ապրիլ, գրնանք։ Մենք ալ պատճառներ շատ ունենք Աստված սիրելու, անոր հետ քալելու, անոր հաճելի ապրելու շատ պատճառներ ունենք։ Կարևորը Աստված մեզի համար ինչ կվգայե, լավ կվգայե։ Սուրբ Գիրքի մեջ կարգ մանցեր կան, որ գհիշվի, որ որոնց համար Աստված վգայեց, ինք կվգայե։ Աստուծո ուզածին պես սիրտը Աստված վգայեց Դավիթին համար, Հոբին համար գարտացին, Դանիելին համար Աստուծո սիրելին, Դանիել Աստծո սիրելին, այնպես որ Մովսեսի համար Աստված վգայեց։ Եզեկիել մարգարեության մեջ Հոբ գբարձենա 14-14-ի մեջ 12-ին գարտամ հետաքրական է, նայեցեք։ Աստված ինք 3 անձերու անուններ գուտա գբարձենանոցում, գսե։ Եվ դերոջը խոսք ինձ եղավ ասելով, որդի մարդով, եթե երգիրը անհավատարմություն ունելով ինձի թեմ մեղանչե, ու ես անոր վրա իմ ցերկս երգնցնեմ ու անոր հացին ցուբը գդրեմ եւ անոր վրա սով ղրգեմ ու մարդը եւ անասունը անգե գդրեմ, մտիգրեք։ Ու եթե այս 3 մարդը Նոյ, Դանիել ու Հոբ անոր մեջ ըլլան, անոնք իրենց արդարությունով իրենց հոգին պիտի ազատեն, գսե դեր Եհովան։ 3 անձեր անուններով ես գիշե գբարձենա։ Մովսես Աստված վգայեց, որ ան հավատարիմ է, հավատարիմ։ Նոյ արդար մարդեր արդարությամբ ապրեցավ եւ մենք ալ գրնանք նույնը անել եւ ապրիլ։ Ենով նաեւ մարգարեացավ, ինչպես Հութա նամակի մեջ գգարտանք։ Հութա 14-15 որ գսե ամենուն Թադաստան անելու 14-ին գարտամ անոնց վրա մարգարեացավ Ենով կալ որ 7-րդներ աթամե ուսավ ահա դերը իր փյուրավոր սուրբերովը եկավ չեկավ դեր մարգարեներ այս ոճը գործած է չեղած եղածի պես կներկայացնեն որտեղ անպայման պիտի կա գսե եկավ ամենուն Թադաստան անելու ու բոլոր ամբարիշները հանդիմանելու իրենց ըրած ամբարիշտությանը բոլոր գործերուն համար եւ բոլոր խիստ խոսքերուն համար զորոնք ամբարիշտ մեղավորները անոր թեմ խոսեցան
Այո, այս մարգարեությունը պիտի կատարվի, մարդիկ հավատան կամ ոչ։ Եվ նաև քեղեցիկ խորհրդաբատկեր մը կտեսնենք Ենովքի երկինք առնվելը, եկեղեցին վեր առնվելը գծություն է։ Ուրեմն, եթե Ենովք գրծավ ապրիլ 300 տարի Աստուծո հետ, մենք ալ գրնանք ապրիլ։ Ինչ եկեղեցիներ կան, հավատացյալներ կան, Աստվածաշունչը մեր ցերկը ունենք, հոգևոր քրագանություններ կան։ Աս բոլորին հետ մեկտեղ գրնանք ապրիլ։ Աստուծո հետ քալելու օրհնությունները շատ եւ որևէ բանի հետ չփախտատվիր։ Վախճաննալ փարավոր է։ Վախճաննալ 24-րդ համարը։ Գսե։ Ու Ենովք Աստուծո հետ քալեց եւ չեր գտնվեր, քազի Աստված արավ զանիգա։ Երբ այս երկրի վրա հավատքով անոր վստահելով գքալենք, պիտի կա այն օրը, որ Աստված պիտի ասե գփավե այլևս քովս է։ Ամենա փարավոր հանդիպումն է այս։ Մարմնավոր եւ սիրտը այս մեղքի աշխարհին վրա կապված մարդը չուզեր լսել այս տեսակ խոսքեր։ Մանավանդ Հովհաննես Արաքյալը երբ գսե ամեն ով որ այս քիրքը գգարթա թողսե ամեն Եգուր Տեր Հիսուս չէ հիմա թող չկա հիմա հարսս բզդիկ կսպասե մույս թորնիկս պետք է վայելե գիտես հիմա նոր խանութ բացի պետք է ամուսնանա զավակս ասա հիմա թող չկա դա այդպես լա երբեք պիտի չսենք ամեն Եգուր Տեր Հիսուս այնպես որ Երանի օրեոր երբ կքալենք այս աշխարհի մեջ մեր սիրտը Աստուծո գարչած ըլլա ուրեմն օր պիտի կա որ դերը պիտի արա շատ շնորհակալ եմ միջև ոսկալեցիր հիմա քովս եկուր այսպես հավիդյան իրեն հետ պիտի ըլլանք հավատքը դեսության պիտի փոխվի հույսը իրականություն պիտի դառնա Ամոր համար գաբրինք եթե մենք այս հույսը չունենք ամենաթշպախտ մարդը ինչու համար գաբրի ինչու թիզելու համար թիզեցիր դուն արիր երկրորդը երրորդը հսկա շենքնալ արիր միլիոններու դակ նստած ես ամեն դեղ գերտաս օքեյ հետո ինչ պիտի լա ամեն բան հոսպիտի թողես Երանի այն մարդուն որ Աստուծո հետ կգալի Այո, օրը հավատքը դեսության պիտի փոխվի եւ հույսը պիտի իրականանա։ Թուն աբաշխարությունով Աստուծո գոմ անցնելով անոր հետ գքալես, եթե այո երանելի ես։ Երջանիկ մարդ ես։ Եթե ոչ, գրնաս այսօր որոշել։ Ասել ով դեր ես Քեզ մի առաջ կվազեմ, քեզի մեկ կողմ գցիկեմ, բայց այսօր ուզեմ ուխտս նորոգել, որոշել եմ, որ քեզի հետ պիտի քալեմ, քայլ առ քայլ, ամեն օր, Երանի սրտիդ մեջ, այս աղոթքը ընես, Տեր Հիսուս, այսօր ես որոշեմ քեզի հետ քալել, սիրտս քեզի գարչածլա, եւ ամեն օր Քու գամքդ գադարեմ, ուզեմ եսալ Ենովքի պես, ամեն օր քեզի հետ քալելով, քու անբանդ փառք եւ բադիվ բերել, ընդունե աղոթքս, փառքիդ համար, ամեն, Տերը ձեզ արադապես օրհնե եւ իր շնորհքի մեջ բահե, եկեք վերջավորության երգենք 554-րդ երգը Քեղեցիկ երգն է երրորդ տունը ոտքի վրա եւ աղոթքով պիտի փակենք մեր պաշտամունքը 554
հետ Հիսուս, թե օրեր սոմահուս ալնա, խաղալեք իրքերուս մրիկ Հիսուս, թող կայլեր ծարաչը տանա, միասին թող կալեք կեզ հետ Հիսուս, ուսուրներ գայության մեջ ապրին, աշխանի մաղոթեն մդիգներ, գամքին մեջ թող գործվի գամստերին, միասին թող կալեք կեզ հետ Հիսուս, ծնծությամբ և նեցված եք աված, և ամեր զրգանքի տապեն Հիսուս, միասին թող կալեք կեզ հետ Հիսուս, ուսուրներ գայության մեջ ապրին, աշխանի մաղոթեք մդիգներ, կամքիդ մեջ թող գործվի գամստերին, միասին թող կալեք կեզ հետ Հիսուս, մինչև որ դնչեմ ես ու մահան, բազգաց մեջ արթնամ ես ալ Հիսուս, զավգաց հետ մեծոտ հարության, միասին թող կալեք կեզ հետ Հիսուս, ուսուրներ գայության մեջ ապրին, մդիգներ, գամքին մեջ թող գործվի գամստերին։ Դեր Հիսուս այս երկը որպես աղոտ կպարսացնենք, մենք ալ դեր գուզենք ամեն օր քեզի հետ քալել, քեզի հնազանդիլ, այո դեր մեր շահը գբահան չէ, որ այդպես ցնենք, որտեղ մեր ուրախությունը, երջանկությունը, քեզ մեկ ախյալը, քեզի հետ քալելու մեջ օգնե դեր, որ մեր սիրտը քեզ մե չհերանա, եւ այսպեսով դեր միջ գաբրինք, քեզի փառք փերող զավակները լանք, գնքե խոսքդ, Սուրբ Հոգվի միջոցով յուրաքանչյուրի սրտի մեջ, որովհետեւ բդուղ փերե քու փառքիդ համար, ամեն